Երևանի Ֆիրդուսի շուկայի առևտրականների և բնակիչների համար հուլիսի 19-ի առավոտը բարի չէր։ Վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում շինտեխնիկա էր բերվել տարածքում ապամոնտաժման աշխատանքներ սկսելու համար։ Աշխատողներին արգելել են բացել առևտրի կետերը։ Քաղաքապետարանից եկել են, տրակտորը բերել են կողմի վրա, որ պալատկանները բանը հանեն, չեն թողել, ասել են չկանգնեք, Ֆիրդուսը փակվում է։ Մի ամիս առաջ եկել զգուշացրել են։ Մենք էլ նամակ են գրել, ուղարկել են քաղաքապետարան, որ պատասխանը գա, այս մի ամիսը պատասխան չկա։ Ֆիրդուսի տարածքում նախատեսվում է կառուցել հարավային պողոտա, որտեղ կլինի բնակելի և բիզնես թաղամաս։ Հունիսի սկզբին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել էր, որ Ֆիրդուսի շուկայի տարածքում սկսվելու են շինաշխատանքներ և կարգադրել էր լուծել այնտեղի առևտրականների այլ տոնավաճառ տեղափոխվելու հարցը։ Առևտրականները քաղաքապետին ուղղված նամակում խնդրել են, որ իրենց միջև այս տարվա վերջ ժամանակ տրվի։ Մենք աշխատենք, մենք պարտքեր ունենք, բանկերից գումար ունենք վերցրած, այդ գումարները գոնե մի քիչ նորմալացնենք։ Հա, հիմա եկել են ասում են փակվում է, շուկան փակում են։ Չնայած առևտրի արգելքին, որոշ ժամանակ անց աշխատողները սկսեցին բացել առևտրի կետերը։ Ներողություն, էլի, մի րոպե տատի ջան, կգաս։ Ասում մի կանգնեք։ Մի բացեք այսինքն, հա, մի բացեք։ Բացեցի հաց փողան, փող չունի։ Ինչ է, ես պետք է գնամ փող հավաքեմ ու տուն տանեմ։ Իմ փողը այստեղ է։ Արեք պորտմոնես ցույց տամ ու մի կոպեկ չունեմ։ Ուր գնամ։ Հա։ Բացի, ինչ, մարդու ջան ասացին հեսա գան համի բացի։ Պորտմոնես վերցեք տեսեք։ Չկա փող մեջը։ Ուր գնամ։ Շուկայի տարածքում էր կենտրոնի թաղապետարանի առևտրի սպասարկումների և գովազդի բաժնի պետ Հարություն Հակոբյանը։ Նա ասաց, որ եկել է առևտրականների հետ լուծման ուղիներ գտնելու համար։ Հակոբյանը նշեց, որ 2 ամիս առևտրականներին 6 այլընտրանք են առաջարկում, որտեղ կարող են մի քանի ամիս անվճար աշխատել։ Տոնավաճառներից մեկը Երևանն է, մյուսը Ռասիան է, մյուսը Գումն է, մյուսը Մասիվի նոր բացվող մեգամոլնա, որտեղ ընդեղ կարանք ինչ-որ բանով, որ ասենք մի քանի ամիս, ասենք չգիտեմ, եթե մյուսի համար 1000 արժի, իրանց համար կես արժենա, հաշվի առնելով այս ամեն ինչը։ Այդ ամեն ինչը 2 ամիսա առաջարկվել է։ Սակայն աշխատողները հակադարձում են, որ առևտրի այլ կենտրոններում առևտուրն ավելի վատ է։ Ուրիշ շուկաների աշխատանքը լավ լիներ, ընդեղ ժողովուրդը կլծվեին, ոչ թե կգնային, նորից դուրս կգային։ Ինչ վերաբերում է առևտրականների խնդրանքին սպասել մինչև տարվա վերջ, թաղապետարանի ներկայացուցիչը նշեց, որ այլևս չեն կարող սպասել։ Սա քանի որ իրացման գոտիա կապված է շինարարների հետ, շինարարության հետ, շինարարը չի սպասում մինչև դեկտեմբեր։ Դրանից ելնելով չեն կարող ժամանակ տան մինչև դեկտեմբեր։ Թեև տարածքում շինաշխատանքներ են սկսվել, մինչ այժմ չի իրացվել Ֆիրդուսի տարածքը։ Ֆիրդուսի տարածքի բնակիչները ևս մտահոգված են, նշում են, շինաշխատանքներ են սկսում առանց իրենց տարածքների իրացման հարցը լուծելու։ Ոչ մի դեպքում չեն եկել, ոչ մեկի, ոչ եկել են, ոչ գնացել են, ոչ ասել են, թող ասենք ես 10 մետր ենք տալիս։ Ես համաձայն կա, չէ, ես խես ժողովրդի ինչ մեղ ունես առևտրականները։ Եկեք մոտեցեք բնակիչներին, ասեք նախագիծը այսպես է, այս մարդը պետք է գա իրացնողնա ձեզ հետ պայմանագիր, եթե մենք կհամաձայնենք, մենք էլ մեր կանգնողներին կասենք, գիտեք ինչ կա, ջահելներ, երիտասարդ ովքեր կանգնում են, մեզ 6 ամիս ժամանակ ենք տվել, դուք էլ մտածեք ձեր մասին։ Բնակիչները համոզված են, շուկան փակում են իրենց հետ հաշվեհարդար տեսնելու համար։ Շուկան ուզում են փակեն, բնականաբար շուկան խանգարում է։ Մենք դեմ չենք այդ շուկայի փակմանը, ոչ մեկն էլ դեմ չեն այդ մոմենտը, բայց սրանք շուկան փակում է, որ վաղը գա տները, ասի դուք շուկա չունեք բան ու ասի այն գինը, որ ինքն է ուզում, սա մի հատ փողոց է, որ կարելի ասել հրապարակի միջի փողոց է։ Պես որ երրորդ դարն է, ամոթ է, հյուսային պողոտայում տենց արիք ժողովրդին գցիկ փողոց, ստեղից էլ գիտեք 20 հոգի հլը փողոցներ։ Մի մասին էլի տենց շատ քիչ տվին մարդիկ էլի դժգոհ են։ Այսօր էլի հլը այս հարակից տարածքներից ում հետ որ պայմանագիր են կնքել, դրանք էլ դեռ չեն ստացել։
Բնակիչները 3 նամակ են հղել նաև Սերժ Սարգսյանին, որի հետ տարիներ առաջ հանդիպել են այս խնդրով։ Ասեց ժողովուրդ, ես ձեզ ասում եմ, ոչ մի պայմանագիր չկնքեք թղթի վրա, որպեսզի վաղը չգաք, ասեք, թե մեզ չբավարարեցին, կսպասեք։ Մոտակա հարակից որտեղ շենք կսարքեն, այդտեղ պատկլյուչ կվերցնեք, կգնանք, մենք էլ դրան ենք սպասում, բայց հիմա օրեկան գալիս են, 2 ամիսա մեզ դիվադաթարիններ, ամեն օր մենք դա են գրել Սերժ Սարգսյանը։ Մինչ բնակիչները սպասում են պետական մարմինների պատասխաններին, տարածքը կառուցապատող ընկերություններից մեկը արդեն դատի է տվել Ֆիրդուսի 15 հասցեի բնակչուհի Կլարա Մելքումյանին։ Ես նամակ ստացա, որում գնահատել էին իմ սեփականությունը առանց ինձ։ 214 քառակուսի մետր հողատարածքի և 137 քառակուսի մետր տան համար 69 միլիոն դրամ էր առաջարկվում։ Ես իհարկե չհամաձայնեցի, որովհետև ինձ չեն տեղեկացրել, ով է առանց ինձ գնահատել։ Իրենց կողմից է գնահատողը և իրենց շահերից պետք է ելնի։ Ես գնացի բողոքեցի, ասացին, որ իրենք ճիշտ են, կդիմեն դատարան և ինձ կվտարեն տնից։ Թեև կենտրոնի տարածքում 1 քառակուսի մետրը ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մոտ $950 է, ընկերությունը փոխհատուցում է $650։ Տիկին Կլարան նշում է, որ $1000-ից պակաս լինելու դեպքում չի համաձայնի։ Հիմա ես պետք է բոլոր ատյանները անցնեմ և հասնեմ իմ ուզածին։ Բնակիչները հայտարարում են, որ չեն պատրաստվում նահանջել և գերակա շահի շատ զոհերի նման հայտնվել փողոցում։ Որոշ դադարից հետո տոնավաճառի տարածքում սկսվեցին ապամոնտաժման աշխատանքներ։